Հայաստանի գործող կառավարությունը մի այնպիսի արտաքին քաղաքականություն է վարում, որի նպատակը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մերձենալն է։ Շատերը կարծում են, դա վաղուցվա խնդիր է եւ նպատակը այն է, որպեսզի Հայաստանը փոխի իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը, այսինքն դեպի արևմուտք։ Իսկ դեպի արևմուտք գնալու համար բնականաբար ճանապարհը դա Թուրքիան է եւ Թուրքիայի հետ պետք է հարաբերությունները կարգավորել։ Սակայն այստեղ կա 15 թվականի ցեղասպանության խնդիրը եւ այն խորհրդանիշները, որոնց վրա պատկերված է Արարատը եւ այլն։ Եվ այդ խորհրդանիշները փոխելու խնդիր կա, նաև մի կողմ դնել ցեղասպանության հարցը։ Դեռևս 90-ական թվականներին կար մի խումբ, քաղաքական խումբ, որը հենց նման գաղափարներ առաջ քաշում, որ 15 թվականի ցեղասպանությունը ունեցել է որոշակի աշխարհաքաղաքական պատճառներ, այսինքն Ռուսաստանը եւ Թուրքիան պատերազմական գործողությունների մեջ էին եւ այնտեղ օգտագործում են նաեւ հայերին եւ հայերը ինչ որ առումով մեղավոր են, որոնք թույլ են տվել, որ իրենց օգտագործեն եւ հիմք է բերվում, որ ահա տեսեք մի քանի 100 տարի հայերը Թուրքիայում նորմալ ապրել են, որևէ ցեղասպանություն չի եղել, տնտեսական եւ մշակութային զարգացում է եղել եւ այդ ինչ եղավ, որ 20-րդ դարի սկզբին ցեղասպանություն տեղի ունեցավ։ Եվ դրա համար, որպեսզի մենք գնանք դեպի արևմուտք, պետք է ցեղասպանության հարցում վերարժեքավորում լինի։ Եվ այսօրվա պատգամավորներից մեկ ասում էր, այդ թիվը կասկածի տակ է, դրա համար պետք է զոհվածների անունները ճշտեն, հա, քանի հոգի է զոհվել, անուն առանուն, տեսակետ է հայտնվում, որ հայերը իրենց սխալ են պահել, այսինքն սա գործող կառավարության քաղաքականությունն է եւ նաեւ մյուս կողմից Արցախում կրած պարտությունից հետո իրենք խորքային կերպով մտել են Թուրքիայի ազդեցության տակ, որովհետեւ Ադրբեջանը բարբերաբար սպառնում է, որ պատերազմական գործողություններ կլինեն եւ գործող վարչապետը նոր գաղափարախոսություն է առաջ քաշել իրական Հայաստան եւ իրական Հայաստանի գաղափարական մասերից մեկը այն է, որ պետք է մենք վերարժեքավորենք նաեւ 15 թվականի ցեղասպանության հարցը։ Եթե 15 թվականի ցեղասպանության հարցում եղել է հայերի մեղքը կամ եղել են այլ պետություններ, որոնք ինչ-որ ձևի փորձել են օգտագործել հայերին, ապա ես ընդամենը մի քանի փաստեր բերեմ արդեն 20-րդ դարի Թուրքիայի պատմությունից, որտեղ ոչ արտաքին քաղաքական հետք է եղել եւ ոչ էլ տեղի ժողովուրդները առանձնապես իրենց ճակերտներով ասած սխալ չեն պահել։ Մասնավորապես 1930-ական թվականներին Դերսիմ նահանգում, որտեղ հիմնականում ապրում են քուրդ զազաները եւ նաեւ հայեր, որոնք կրոնափոխ են եղել կամ ցեղասպանությունից փրկվելու համար։ Եվ այդ ասիմիլյացիայի քաղաքականությունը եւ նաեւ տեղահանության քաղաքականությունը, որպեսզի քրդերի բնակության տոկոսը իջնի, տեղի են ունենում ջարդեր կամ ցեղասպանություն։ Դա 1937-1938 թվականներին է եղել եւ տարբեր թվեր կան։ Ըստ պաշտոնական տվյալների մոտ 14000 զոհ է եղել, ըստ ոչ պաշտոնական տվյալների 70000 զոհ, հիմնականում քրդեր, մուսուլման քրդեր, նրանք նույնիսկ քրիստոնյա չեն եղել, եւ նաեւ որոշ հայեր, ըստ որոշ տեղեկությունների, որոնք կրոնափոխ են եղել կամ թաքցրել են կրոնափոխության միջոցով իրենց հայկական ինքնությունը։ Հաջորդ օրինակը 1955 թվականին Ստամբուլում տեղի է ունենում հույների ջարդը։ Այդ ժամանակ Ստամբուլում բնակվում է մոտ 100,000 հույն, այսինքն Ստամբուլի բնակության տեսակետից շատ աննշան մի թիվ, եւ ջարդերից հետո, որը քաղաքի կենտրոնում է տեղի ունենում, հույների մեծամասնությունը արդեն ինքնափրկվելու համար հեռանում են Ստամբուլից եւ առհասարակ Թուրքիայից, եւ հիմա Թուրքիայում Ստամբուլում հույների քանակը գնահատվում է մոտ 2000 մարդ, այսինքն Ստամբուլի հույները սեպարատիզմով չեն զբաղվում, հա, որ Ստամբուլի մի, ասենք, թաղամաս անկախանա Թուրքիայից, կամ այլ երկրներ հույներին չէին օգտագործում, սակայն նման երևույթ է տեղի ունենում։ Հաջորդ օրինակը դա
1978 թվականի Մարաշի ջարդերն են։ Թուրքիայում տարբեր գնահատականներով 8-ից 10 միլիոն ալևիտներ կան։ Ալևիտները շատ մոտիկ են իրենց կրոնով Սիրիայի ալավիտներին, բայց այդտեղ կա որոշակի տարբերություն եւ հիմնական տարբերությունը այն է, որ իրենք մսկիթներ չեն գնում, իսկ մսկիթները շատ կարեւոր են Թուրքիայում քարոզչական առումով, որովհետեւ ուրփաթորը կենտրոնական քարոզն է իջնում, որոնք կարդում է մսկիթներում եւ հաստատվում է պետության կողմից, եւ ալևիտները փաստորեն այդ պետական քարոզչությունից դուրս են մնում։ Եվ Մարաշում 1978 թվականին ըստ տարբեր գնահատականների 150, ըստ որոշ գնահատականների 500 զոհ է լինում։ Ինչն է հետաքրքիր, ուրեմն 1978 թվականին հենց այդ դեպքերի ժամանակ Մարաշ քաղաքի անունը փոխվում է Կաղրաման Մարաշ։ Ինչի համար, որովհետև Կաղրամանը նշանակում է հերոս եւ որն է եղել այդ քաղաքի հերոսությունը, որ դարասկզբին ֆրանսիական հայկական լեգիոնի նկատմամբ հաղթանակ է տարվել Մարաշում եւ այդ հայերի նկատմամբ այդ հաղթանակի պատմին Մարաշ արդեն հերոս Մարաշ է, այսինքն այդ քաղաքի անունը հիմա փոխված է եւ այդտեղ հայերի դեմ տարած պատերազմն է եւ ինչն է հետաքրքիր 1978 թվականին դա Թուրքիայի համար ակտուալ է եղել։ Ես ընդամենը մի քանի օրինակներ բերեցի, չեմ բերում նույնիսկ Սիրիայի ալավիների ցեղասպանությունը, որը վերջերս տեղի ունեցավ Սիրիայի արևմուտքում, որը թուրքական ազդեցության գոտի էր արդեն եւ այդ հատվածում հենց թուրքական ազդեցության տակ գտնվող ռազմական միավորներն էին գործում։ Այսինքն Թուրքիայում այդ ցեղասպանությունը ունի նաև ինչ-որ խորքային պատճառներ եւ ես կարծում եմ այդ խորքային պատճառները նաև ինքնության հարցն է Թուրքիայի եւ հիմա ես կփորձեմ խոսել հենց ինքնության խնդիրների մասին Թուրքիայի եւ որից կարող է պարզվել, որ այդ ցեղասպանությունը հայերի, հույների, եզդիների, ասորիների եւ ըստ էության մինչեւ հիմա դա շարունակվում է, դրա պատճառները ավելի խորքային են եւ դա կապ չուներ թե պատերազմ կլիներ առաջին համաշխարհային թե չէր լինի, հայերը իրենց ինչպես կպահեին, հույները, ասորիները ինչպես կպահեին, այդ ցեղասպանությունը կամ ասիմիլյացիան ցանկացած պարագայում տեղի էր ունենալու, գուցե ոչ թե 1915 թվականին տեղի ունենալ, գուցե 20-25-30 թվականին լինել, գուցե նման ծայրահեղ դրսևորումներ չունենալ, գուցե հայերը ինչպես հույները Ստամբուլից թողեին Թուրքիայից հեռանային առանց մեծ ջարդերի, փոքր ջարդերի, քրդերին առհասարակ ճանաչում են որպես լեռնային թուրքեր եւ հայերին կարող է ճանաչեն որպես քրիստոնյա թուրքեր եւ այլն։ Այսինքն այդ process-ը ցանկացած պարագայում տեղի էր ունենալու եւ տեղի էր ունենալու նորից կրկնվում են թուրքերի ինքնության խնդրով պայմանավորված, որի մասին մենք հիմա կխոսենք։ Ինչ խնդիր կար այդ ժողովրդի մեջ, ինչ խնդրեմ գոյություն ուներ։ Խնդիրները բավականին խորն են եւ գնում են Թուրքիայի պետության ակունքներին։ Մասնավորապես սկսենք Մեհմեդ II-ի կողմից Ստամբուլի գրավումով։ Ուրեմն Մեհմեդ II-ը ըստ իր տղայի Հաջոր Սուլթանի Բայազիդ II-ի գրառումների ինքը մարգարեին չէր հավատում։ Այսինքն Մեհմեդը հավատացյալ չէր եւ իր համար իսլամը դա պետականաշինության նշանակությունը ուներ ընդամենը եւ Կոստանդնուպոլսը գրավելուց հետո ինքը նաեւ եկեղեցի է հիմնում իր մոր պատվին, որովհետեւ այս որոշ տեղեկությունների մայրը քրիստոնյա է լինում եւ նաեւ ըստ որոշ տեղեկությունների, որը Թուրքիայի պատմաբանների համար շատ ծանր աղբյուր է, նման աղբյուրներ կան, որ ընդհանրապես Օսմանների այդ տոհմի հիմքում ոչ թե թուրքեր են, այլ կրոնափող հույներ են։ Բայց դա դնենք մի կողմ, համենայն դեպս կան փաստեր, բայց դա հաստատված փաստեր չի, այնուամենայնիվ Մեհմեդ II-ից հետո Թուրքիան դառնում է մի պետություն ըստ էության կրոնական համայնքներից բաղկացած։ Այսինքն կրոնական համայնքները, միլլետները ունեին հստակ իրավունքներ ինքնակառավարման, կրթության,
իրենց ներքին դատական համակարգի կրոնական արտոնություններով, կրթական համակարգով, մասնավորապես հայերը ունեն հայերեն լեզվով դպրոցներ եւ այլն, եւ մոտավորապես սա կարող ենք նմանեցնել սովետական միությանը, ուղղակի ի տարբերություն սովետական միության, որ հանրապետություններից էր բաղկացած, սա վերտարածքային միավորումներ ըստ համայնքների։ Եվ ինչ տեղի ունեցավ հետագայում արդեն 18-րդ դարից սկսած, նույնիսկ 19-րդ դարում Թուրքիան կանգնեց լուրջ խնդրի առաջ, որովհետև Եվրոպայում արդեն նոր արժեքային համակարգ էր եկել, Եվրոպայի մոդեռնիզացիան էր սկսվել, այսինքն կրոնը երկրորդ դուրս էր մղվել հանրային կյանքից եւ առաջի պլան էր մտել քաղաքացիական արժեքներ, այսինքն քաղաքացիական ազգեր սկսեցին առաջանալ եւ ամբողջ Եվրոպայում նաեւ արևելքում սկսեց ազգայնականության գործընթացը եւ այդ ազգայնականությունով վարակվեցին նաեւ արաբները, ալբանացիները, բնականաբար նաեւ քրիստոնյա ժողովուրդները եւ մյուս խնդիրը դա ինդուստրիալիզացիան էր, այսինքն Եվրոպայում սկսել էր տնտեսությունը զարգանալ, նոր տեխնոլոգիաներ, նոր հարաբերություններ, սակայն Թուրքիան չէր կարողանում հարմարվել դրան եւ արդյունքում Թուրքիան սկսեց ոչ միայն տնտեսական կախվածության մեջ մտնել եվրոպական երկրներից, առաջի հերթին Ֆրանսիայից եւ Բրիտանիայից, այլ նաեւ ռազմական պարտություններ կրել։ Այդ ռազմական պարտությունները խնդիր դրեցին, որ Թուրքիան պետք է մոդեռնիզացվի, այսինքն ինչ որ ձևի նոր գաղափարախոսություն է պետք այդ պետության համար։ Եվ 1830-ական, 40-ական թվականներից այդ մոդեռնիզացիայի գործընթացը սկսվեց, որը նաև կոչվեց Թանզիմոտ, այսինքն բոլոր քաղաքացիներին, անկախ իրենց կրոնական պատկանելությունից, հավասար իրավունքներ տալ։ 1860-ական թվականներին նոր շարժում սկսվեց, նոր Օսմաններ, այսինքն Օսմանական կայսրությունը պետք է գաղափարախոսությունը փոխել եւ այդ գաղափարախոսությունը նոր օսմանիզմի արևմուտքի Եվրոպայի ազդեցության տակ էր, այսինքն լիբերալիզմ լինի, բոլոր մարդիկ իրար հավասար լինեն, սահմանադրություն լինի, սահմանափակվի սուլթանի իշխանությունը, կրոնը մտնի մասնավոր կյանք եւ այդ բոլոր ժողովուրդները իրենք օսմանցի են, ինչպես բոլոր Ֆրանսիայում ապրող ժողովուրդները ֆրանսիացի են, անկախ իրենց կրոնից, էթնոսից եւ այլ։ Այն նույնը մի process սկսել եւ այդ process-ը ըստ էության խաթարվեց եւ խաթարվել է մի քանի պատճառումներ, որովհետեւ տնտեսությունը չէր զարգանում, պետական պարտքերի տակ էր մտել Օսմանյան կայսրությունը ֆրանսիացիներից, բրիտանիացիներից եւ այդ պարտքերը, պետական պարտքերը չէր կարողանում վերադարձնել, գյուղատնտեսական ռեֆորմները չէր ստացվում, հարկային ռեֆորմները չէր ստացվում եւ շատ ծանր տարվա Թուրքիայում 1877-78 թվականի ռուս-թուրքական պատերազմի պարտությունը իմիջիայլոց այդ պատերազմի հետևանքով նույն Կարսի նահանգը եւ Արարատը հայտնվեց ռուսական կայսրության տարածքում։ Շատերը ասում են, որ դա հայկական տարածք է եղել եւ 1920-ական թվականներին ռուսները մեր տարածքները տվեցին Թուրքիայից, թուրքերը դա համարում են իրենց տարածքները եւ հենց 20-ական թվականներին, սակայն սա այլ խոսակցություն է, իրենք ամեն ինչ արեցին իրենց տեսակետով, ընդամենը մի 3 տասնյակ տարի առաջ, 3-4 տասնյակ տարի առաջ իրենցից խլված այդ տարածքը վերադարձնելու համար դա թուրքական մտածողության հատկանիշներ։ Հիմա ինչ տեղի ունեցավ Աբդուլ Համիդը ռուս-թուրքական պատերազմի պարտությունից հետո ինքը այդ ռեֆորմները փակեց, ցրեց խորհրդարանը եւ վերադարձավ հին գաղափարին։ Որն էր հին գաղափարը։ Հին գաղափարը դա օսմանիզմներ, իսլամիզմներ, այսինքն ինքը ասեց Թուրքիան դա մուսուլմանների երկիրն է եւ ոչ մուսուլմանները, արդեն միլետների հասկացողությունը սկսեց խաթարվել, դրանք ներքին թշնամիներ են։ Եվ դրա պատճառներից մեկը նաեւ այն էր, որ նույն արաբները, որոնք մուսուլման են եւ պետք է թուրքական պետության հիմքը լինեին, որպես մուսուլմաններ եւ որպես առաջի մուսուլմաններ, արաբական ապստամբություններ են տեղի ունենում։ Հետո հաջորդ փուլում, երբ որ Բալկանյան պատերազմները սկսեցին 1912-13 թվականին եւ օսմանցի ճակերտներով բուլղարացիները եւ մյուս մակեդոնացիները եւ մյուս ժողովուրդները հույները անջատվեցին
Թուրքիայից, պարզվեց, որ օսմանիզմի գաղափարը ինքը տապալվեց, ըստ էության օսմանիզմի գաղափարը արդեն չէր գործում, եւ Թուրքիայում պետք է նոր տրանսֆորմացիա, եւ տրանսֆորմացիան եղավ շատ հետաքրքիր մի գաղափարով, սկզբնական փուլում պանթուրքիզմի գաղափարով եւ նոր օսմանիզմի գաղափարական հետնորդները երիտ թուրքերը 1908 թվականին հեղափոխություն արեցին եւ իշխանությունը վերցրեցին 1909 թվականին ընդհանրապես Սուլթան Համիդը հրաժարական տվեց եւ նոր սուլթան եղավ արդեն սահմանադրական միապետություն էր ինչ որ առումով եւ առաջ եկավ պանթուրանիզմի գաղափարը, այսինքն կան թուրքական ժողովուրդներ Միջին Ասիայում, Կովկասում, բնականաբար Թուրքիայում եւ քանի որ իսլամի գաղափարը չաշխատեց, միջև այդ միլլետների գաղափարը չաշխատեց, միջև այդ օսմանցիների գաղափարը, քաղաքացիական գաղափարը չաշխատեց, հիմա շեշտը դնում են թուրքերի վրա։ Եվ այստեղ շատ մի հետաքրքիր պահ գոյություն ունի, որտեղից է առաջացել պանթուրանիզմի գաղափարը։ Պարզվում է, պանթուրանիզմի գաղափարի հեղինակները հենց օսմանյան թուրքերը չէին կամ օսմանցիները չէին, եւ այդ գաղափարները մշակվում էր Թուրքիայում եւ մշակվում էր Գերմանիայում։ 17-րդ դարի կեսերին պրուսական գլխավոր շտաբի պետ ֆոն Մոլտկեն, որը միջև այդ դեսպան է եղել Թուրքիայում եւ զինվորական ատաշե է եղել եւ թուրքական նամակներ մի գիրք է գրել, որը առաջարկում էր, որպեսզի մայրաքաղաքը Ստամբուլից տեղափոխվի Անատոլիայի խորքերը։ Ինչի համար, որ ռազմական առումով դա ավելի անվտանգ տարածք է եւ նաեւ Թուրքիան իր հայացքը Եվրոպայից ուղի դեպի արևել, դեպի Միջին Ասիան, դեպի Ռուսաստան եւ այդ թուրքական գաղափարը ուղղեն ռուսական կայսրության դեմ։ Հիշեցնեմ, որ Գերմանիան այդ ժամանակ հակասությունների մեջ էր կամ Պրուսիան Ռուսաստանի հետ եւ կար նաեւ երկրորդ հեղինակը, դա գլխավոր գաղափարախոսը Վամբերին էր, դա հունգարացի հրեա էր եւ վերջերս 2000-ական թվականներին պարզվել է, որ բրիտանական հատուկ ծառայությունների աշխատակից է եղել եւ ինքը այդ թուրքիզմի գաղափարներ առաջ տանում Բրիտանիայի պատվերով։ Այսինքն այդ մեծ խաղի ժամանակաշրջաններ Ռուսաստանի եւ Բրիտանիայի միջեւ եւ այդ թուրքիզմի գաղափարով ուզում են այդ թուրքական աշխարհը խնդիր սարքեն ռուսական կայսրության համար, զուտ այդ երկու կայսրությունների պայքարի տրամաբանության մեջ։ Այն ժամանակ դա չէր ընկալվում օսմանցիների կողմից, որտեղ օսմանցիները իրենց թուրք չէին համարում, իրենք ըստ էության դա կրոնափող քրիստոնյաների երկիր էր, որտեղ թուրքերը երկրորդ կարգի մարդիկ էին համարվում։ Սակայն 20-րդ դարի սկզբին, երբ որ ինչպես ասացի, իսլամիզմի գաղափարը տապալվեց, միլլետների գաղափարը տապալվեց, քաղաքացիական արժեքները, որոնք փորձում են տանել նոր օսմանները, տապալվեց, այսինքն եվրոպական լիբերալ գաղափարները, այդ ժամանակ ֆոն Մոլտկերի տեսությունը սկսեց իրագործել եւ իրագործողը Աթաթուրքն էր, փաստորեն, որը մայրաքաղաքը տեղափոխեց Անկարա եւ այդ ժամանակ այդ թուրքիզմի գաղափարը սկսեց առաջ գնալ, սակայն ի տարբերություն երիտ թուրքերի, որոնք պանթուրքիստական գաղափարներն են տանում եւ նաեւ ներթափանցում են կենտրոնական Ասիա, Ադրբեջան եւ այլն համարելով նույն ժողովուրդ, ամբողջ խնդիրը նրա մեջ էր, որ Թուրքիան արդեն պարտված երկիր էր եւ պետք է ճանաչեր այն տարածքները, որը ինքը կարողացավ պահպանել։ Այսինքն այսօրվա Թուրքիայի տարածքները եւ սահմանափակվեցին այս թուրքիզմի գաղափարով, մի կողմ դնելով պանթուրքիզմը, իհարկե Աթաթուրքի մահից հետո, երբ որ նացիստական Գերմանիան բավականին ուժ էր հավաքել, 1938 թվական Աթաթուրքն էլ արդեն մահացել էր, այդ պանթուրքիզմի եւ պանիսլամիզմի գաղափարները նորից սկսեցին ծաղկել եւ դա գերմանացիներն են խորախուսում, որովհետեւ կարող էր պատերազմում սովետական միությունը պարտվել եւ նաեւ պատերազմի ժամանակ պետք է սովետական միությունում ոտքի հանեին թուրքական եւ իսլամական գիտակցությունով ապրող ժողովուրդներին։ Բնականաբար 45 թվականի պատերազմից հետո Թուրքիայում այդ խնդիրը փակվեց, փորձեցին ճնշել այդ պանթուրքիստական եւ պանիսլամական գաղափարները, որտեղ սովետական միությունը շատ հզոր էր եւ դա
վտանգ էր համարում իր համար։ Սովետական միության փլուզումից հետո 1991 թվականից հետո պանթյուրքիզմի եւ պանիսլամիզմի գաղափարները նորից ծաղկեցին։ Մենք տեսնում ենք, որ արդեն կազմակերպչական բնույթ է դա ստանում, թուրքական պետությունների միություն, արդեն թուրքական միասնական բանակի հիմնելու process-ն է գնում։ Եվ այստեղ մենք վերադառնանք Հայաստանի ներկայիս կառավարության քաղաքականությանը։ Ուրեմն այն քարոզը, որ եթե հայերը իրենց ճիշտ պահեին, չափ ստամբեին Օսմանյան Թուրքիայում, երբ որ բոլոր ժողովուրդների մոտ ազգային ազատագրական պայքարի շունչը բարձրացել էր, ազգայնականությունը տարածվում էր, հայերը այնուամենայնիվ հանգիստ մնային, իրենք շատ պարզ պետք է հասկանան, որովհետև միլլետների գաղափարը արդեն վերջացել էր։ Եվ կամ հայերը պետք է ցեղասպանության ենթարկվեն, ինչպես հույները, ասորիները եւ մյուսները, կամ իրենք պետք է կրոնափոխ լինեին, կամ հաջորդ փուլում իրենք պետք է փոխեին իրենց ինքնությունը, կամ պետք է տարհանվեին դեպի այլ երկրներ։ Հիմա դա ինչպես կգնար նման դաժան եղանակներով, թե ավելի մեղմ եղանակներով, սա արդեն ենթադրությունների դաշտն է, բայց այնուամենայնիվ, որ ցեղասպանություն նման մի բան պարտադիր կերպով տեղի էր ունենալու, եւ դա բացարձակապես կապ չուներ թե հայերը իրենց ինչպես են պահում, կամ հետագայում Արարատը կլինի դրոշի վրա, կամ դրոշի վրա չի լինի զինանշանի վրա, կամ մենք պահանջատիրություն կունենանք, թե չենք ունենա, այս process-ները Թուրքիայի համար պայմանավորված չեն հայերի պահվածքով։ Եվ այսօր, երբ որ արդեն թուրանական պետությունների գաղափարն առաջ եկել, Հայաստանը դա սեպ է, եւ հենց դա ասում են Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավար շրջանակները, եւ ասում են, այս սեպը խանգարում է թուրքական աշխարհ ստեղծելու համար։ Հիմա ինչպիսի քաղաքականություն չվարի Հայաստանի գործող իշխանությունը, Հայաստանի գոյությունը, ինչպես 20-րդ դարի սկզբին հայերի գոյությունը Թուրքիայում, դա խանգարիչ գործոն է այն ժամանակ Թուրքիայի ազգայնականության կայացման համար։ Շատերը այն կարծիքին են, որ 20 թվականի պարտությունից հետո եւ հաշվի առնելով այն աշխարհաքաղաքական ցնցումները, որոնք կան մեր ամբողջ աշխարհում եւ նաեւ մեր տարածաշրջանում, Հայաստանի կառավարությունը փորձում է ինչ-որ զիջումների գնալ եւ դրանով ժամանակ շահել, հետո տեսնենք, թե ինչ տեղի կունենա։ Սակայն այդ զիջումները անվերջ են, որտեղ անհնար ինչ-որ զիջումներ անել, որից հետո արդեն ինչ-որ պայմանավորվածության գալ։ Ըստ էության Հայաստանի վզին այդ փոկը գնալով ավելի է սեղմվում եւ այդ զիջումները կարող են ուղղակի Հայաստանի գոյության խնդիրը դնել, որտեղ եթե մի կողմ է դրվում ցեղասպանության հարցը, ապա կարող են այստեղ այլ հարցեր առաջանալ, կարող է հայերն են ցեղասպան ժողովուրդ, ինչը Ադրբեջանում ասում են, որ տարբեր քաղաքներում հայերը ցեղասպանություններ են իրագործել դեռևս 20-րդ դարի սկզբում 1905, 6, 7, 8 թվականներին եւ նաեւ թուրքական կողմն է ասում, որ այո, եղել են վատ դեպքեր, սակայն դա երկկողմանի է եղել, հայերն էլ թուրքեր են կոտորել եւ այլն, եւ կարող է հայերի առաջ դրվի հենց այդ ցեղասպանությունների հարցը եւ հայերը պետք է ներողություն խնդրեն այդ ամենի համար։ Ուրեմն այս զիջումները որևէ տեղ մեզ չեն կարող տանել եւ թուրքական աշխարհի գաղափարը արդեն գործում է, ինչ կարող ենք անել մենք։ Առաջի հերթին մենք պետք է ունենանք դաշնակիցներ կարող են լինել այն երկրները, որոնք այս գործընթացը իրենց շահերի դեմն է, բայց որpիսի Հայաստանը լինի դաշնակից, առաջի հերթին Հայաստանը պետք է լինի մի երկիր, որտեղ իշխանությունը եւ հանրությունը կարող են մոբիլիզացվել, ներքաղաքական կյանքը համերաշխ է եւ եթե նման երկիր է Հայաստանը, որտեղ հայ ժողովուրդը մոբիլիզացված է իր ապագայի խնդիրների շուրջը, որը նաեւ հասկանում է որն է իր ապագայի խնդիրները եւ հստակ քաղաքականություն է վարում, այդ դեպքում Հայաստանին կարող են հաշվի առնել եւ հետը մտնել դիվանագիտական, ոչ միայն դիվանագիտական հարաբերություններ։ Միջև դա տեղի չունենա, այն քաղաքականությունը, որը վարում է Հայաստանի ներկա իշխանությունը, դա մեզ ստանում է շատ մի վտանգավոր տեղ, որտեղ կարող է հարցականի տակ դրվել առհասարակ հայկական պետականությունը։